Ընտրեցին ձեզ, պարոն Եղոյան, ինչու։ Չէ, վարչությունը ոչունը, ով է ասել, դուք ինչ գիտեք, քիչ է թե շատ է։ Եթե շատերներ չէիք ընտրի։ Չէ, ընտրվում է 50% պլյուս 50% պլյուս 1 ձայնով մինիմում։ Բավարար վստահություն։ Հիմա 50% պլյուս 1 կա, թե 50% պլյուս 9-ա դուք դա չգիտեք։ Բայց բավարար վստահություն, բավարար քվեջ ստացակ որոնքեի։ Կրկնում եմ, վարչությունը ոչ թե ինչ-որ մեկին չի ընտրում, այլ 2 հոգու ընտրում է, 5 հոգին, 2-ի։ Ընտրեցին այդ 2 հոգուց, այսինքն չստացակ այնքան քվե, որ դուք դառնայիք։ Դե 20 հոգի մարդու ամեն մեկը մի հոգու ընտրել է, ինչպես։ 20 հոգին ներկա է։ Այո, 20-ն էլ ներկա էին, ձայների հարաբերակցությունը չեմ ասի, բայց ամեն մեկը մեկին ընտրել է։ Հիմա դուք ինձ ես ոնց 20 հոգու փոխարեն ես վարչության անդամ չեմ, ես չեմ մասնակցել ընտրությանը։ Ես ուզում եմ հասկանալ ձեր թիմակից։ Դուք ուզում եք հասկանալ մի բան, որը շատ դժվար է ձևակերպել, որովհետև դա 20 առանձին մարդու միտք է։ Ես չեմ կարող 20 առանձին մարդու միտք վերլուծել։ Հա։ Որովհետև իմ ու պարոն Ալեքսանյանի, այսինքն մեր բոլորի միջև ամենաշատ ձայները բաշխվեցին այնպես, չէ, որ առաջին 2 տեղում պարոն Կոնջոյանը եւ պարոն Ալեքսանյանն էին, այդպես։ Նրանք են Փաշինյանի։ Դա չի հարցը, կարևորը առաջին 2 տեղում։ Իսկ հնարավոր է հավակնեք նաև խմբակցության ղեկավարի պաշտոն։ Չէ։ Ինչու։ Նույնը Եվրամիության հանձնաժողովի համար։ Չէ, ինչու։ Գիտեք, ես ինչու եմ հաճախ դժվարանում, ինչու ոչ հարցին պատասխանել, որովհետեւ ես շատ դժվար եմ կարողանում, ընդհանրապես ամեն մարդ շատ դժվար է կարողանում, չէ, մարդը ինչ-որ բան ցանկանալու դեպքում պիտի պատճառ ունենա։ Հիմա նույնն է, որ սուրճ եմ խմում, ասեք ինչու թեյ չեք խմում, որտեղ սուրճ եմ ուզում խմել։ Ճիշտ է, ասած ինչու եք հավակնում։ Շատ զայրացակ։ Հա, դե Փոխոսնակ եք ուզում, բայց ճիշտ է, մի քիչ նյարդայնացա, կներեք բան կերակոսում։ Հա, ինչպես։ Գուցե կազմակերպչական հարց կա այդտեղ չեք ուզում ստանալ։ Չէ, ուղղակի կազմակերպչականի հարց չի, դա աշխատանքի մի յուրահատուկ աշխատանք է, ինչպես։ Որտեղ ձեզ չեք պատկերացնում։ Հա, այլ յուրահատուկ աշխատանք, մեծ ֆրակցիա է, այսինքն Պետք է կարողանալ պարոն Փաշինյանից հրանգստանալ, հետո խմբակցությանը։ Հիմա տեսեք, ես այնքան նկատ գտնվեցի, որ ձեզ մի փոքր, մի թեթև կոպտելու համար ներողություն խնդրեցի, եւ ի պատասխան դուք ինչ եք անում, միանգամից անցնում եք հարցակման, թե բա հրահանգ ստանալ, տեսեք, մենք փորձում ենք ամեն ձևով, Փաշինյանին գուցե գոհացնել է դժվար։ տգեղա։ Փաշինյանին գոհացնել է։ Ախր այդ ազատ մամուլը նրա համար է, որ տգեղ բաներ խոսի անպայման։ Չէ, դա ձեր գնահատականն է։ Իսկ պարոն Եղոյան, Եվրաինտեգրման հանձնաժողովում ձեր աշխատանքը որպես նախագահ շարունակելու ցանկություն։ Դե դրա վերաբերյալ առանձին ընտրություններ պետք է լինեն, հիմա չէ, դա մի քան դա հետո էլի, չգիտեմ, վարչությունը ես հələ այդ մասին քննարկումներ չեն եղել։ Հաջող է որ ընտրությունն է լինելու վարչությունում։ Վարչությունից հարցեք, ես վարչության անդամ չեմ, ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ, ես վարչության անդամ չեմ։ Ձեզ բայց պատկերացնում եք օրենսդիրում։ Այո։ Շնորհակալություն։